Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է։ Հիշեցնեմ, որ մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք նույնպես կարող եք մասնակցել մեր հաղորդմանը զանգահարելով եւ ձեր հարցերը ուղղելով այսօրվա մեր հյուրին։ Հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am։ Իսկ այսօր մարտի 1-ն է եւ համաշխարհային առողջապահության կազմակերպությունը այն հռչակել է որպես իմունիտետի համաշխարհային օր եւ այդ առիթով մեր տաղավարում է ալերգոլոգ իմունոլոգ Սոնա Հարությունյանը, այնպես որ նախապատրաստեք ձեր հարցերը, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանուցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ գարնան առաջին օրը նշվում է որպես իմունիտետի օր։ Ընտրությունը պատահական չի եղել։ Ամբողջ ձմեռվա անխոճ աշխատանքից հետո մարդու իմունային համակարգը թուլանում է, սպառվում, եւ հենց գարնանն են ի հայտ գալիս իմունիտետի հետ կապված մի շարք խնդիրներ։ Մեր շուրջն ապրում են միլիոնավոր բակտերիաներ, վիրուսներ եւ ալերգեններ, եւ բնական է, որ դրանք շատ հաճախ թշնամաբար կարող են վարվել մեր օրգանիզմի հետ եւ մեզ պաշտպանվել է պետք։ Այսօրվա հիմնական նպատակը իմունիտետի մասին գիտելիքների փոխանցումն է։ Կարևորագույն այս համակարգի խնամքի եւ ամրապնդման միջոցներ ներկայացնելը, մարդկանց իրազեկելը, թե ինչպես կարելի է ուժեղացնել սեփական օրգանիզմի դիմադրողականությունը ճիշտ կենսաձևի եւ սննդակարգի միջոցով։ Ինչ անել գարնան խաբուսիկ ջերմությունից չտուժելու, ալերգիաներին դիմակայելու եւ ուժեղ իմունիտետով ապրելու համար։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր ալերգոլոգ, իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Սոնա Հարությունյանն է եւ մենք խոսում ենք իմունիտետի մասին, ինչպես նաեւ ալերգիաների, հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Այսօր համաշխարհային առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է արդեն 14 տարի 2002 թվականից մեկ անգամ եւս հիշեցնել մարդկանց, թե ինչ է իմունիտետը ընդհանրապես եւ ինչ պետք է անել այն պահպանելու, փայփայելու համար։ Խնդրում եմ հենց այդ հարցից սկսենք։ Իմունիտետը ինչ է, դա մի առանձին օրգան չի, որ մարդիկ ճանաչեն եւ լավ իմանան նրա առանձնահատկությունները։ Իմունիտետ բառը ունի շատ հետաքրքիր պատմություն, դարերի վեր լատինական ակունք ունեցող բառ է, որը նշանակել է անձեռնմխելի, ինֆեկցիաներից պահպանված, մաքուր, անարատ եւ շարունակաբար բժշկագիտության մեջ այդ բառը ժառանգվեց որպես մեր օրգանիզմը պաշտպանողական հատկություն ցուցաբերելու ունակություն եւ բժշկության մեջ իմունիտետ նշանակում է մարդու օրգանիզմի պաշտպանողական համակարգ, որը ուղղված է զանազան պաթոգենների դեմ, որոնք կարող են հայտնվել օրգանիզմում շրջակա միջավայրից, զանազան անցանկալի աուտոանտիգենների դեմ, որոնք կարող են գոյանալ մեր օրգանիզմում ինչ-ինչ պատճառներից եւ ասեմ, որ ամենահզոր պաշտպանողական մեխանիզմն է, քանի որ մեր օրգանիզմը օժտված է ոչ միայն իմունային պաշտպանողական մեխանիզմներով, մենք ունենք նաեւ շատ այլ մեխանիզմներ, որոնք ֆիլոգենետիկորեն շատ ավելի հին են, կենդանական աշխարհում շատ ավելի զարգացած են, դրանք այսպես կոչված նախաիմունային պաշտպանողական մեխանիզմներն են կամ ոչ սպეციფიկ պաշտպանողականությունն է, մասնավորապես մեխանիկական բարիերներ, օրինակ մաշկը, օրինակ շնչական համակարգի թարչավոր էպիդելին, որոնք ուղղակիորեն չեն թույլ տալիս ներթափանցելու օրգանիզմ տարբեր պաթոգենների։ Այո, մենք ունենք մեր օրգանիզմում շատ զանազան քիմիական բարիերներ, ունենք ֆերմենտատիվ բարիերներ, որոնք ունակ են քայքայելու տարբեր անցանկալի մոլեկուլներ, որոնք հայտնվում են օրգանիզմում։ Այսինքն ինքնապաշտպանական մեխանիզմները բոլորը իմունիտետի հիմքն են հանդիսացել, այո։ Այո, դրանք նախաիմունային մեխանիզմներ են եւ հետո
Էվոլյուցիայի ընթացքում գոյացավ մի այնպիսի բջիջ, որը անվանվեց լիմֆոցիտ եւ մոտավորապես 1.4% կենդանական աշխարհի ներկայացուցիչները օժտված են այս համակարգով լիմֆոցիտը ընկավ հիմքում իմուն համակարգի զարգացման, գոյացման եւ հետագայում այդ ձևավորված իմուն համակարգը արդեն ապահովեց մեր օրգանիզմում պաշտպանողական իմունային մեխանիզմներ, որոնք ընդունված է անվանել այդ իմունիտետ բառով։ Այո, բժշկուհի, այսինքն մեր օրգանիզմի իմունիտետի համար հիմնական պատասխանատուները մեր լիմֆոցիտներն են, չնայած մենք ունենք նաև այլ պաշտպանական մեխանիզմներ, որոնք դուք նշեցիք, սովորական մաշկի, էպիթելից սկսած քիմիական ռեակցիաները, որ ընթանում են մեր օրգանիզմի ներսում։ Խնդրում եմ ասեք, թե երբ մարդիկ օգտագործում են նաև դիմադրողականություն բառը, դա նույնպես համահունչ է իմունիտետին, թե այս դեպքում մեկ ուրիշ երևույթի հետ գործում ենք։ Ոչ, դիմադրողականություն եւ իմունիտետ բառերը իհարկե հոմանիշներ չեն, բայց որոշակի առումով լավ դիմադրողականություն դրսևորող անձինք շատ լավ պաշտպանված են շրջակա միջավայրից, այսինքն ունեն առողջ իմունային համակարգ։ Ուղղակի ուզում եմ որպեսզի ճիշտ պատկերացնենք մենք բոլորս, որ դրանք տարբեր հասկացություններ են եւ միանշանակ չի կարելի ասել, որ դա դիմադրողականությունը կազմում է իմուն համակարգի ինչ-որ մի մաս կամ իմունիտետի ինչ-որ բաղկացուցիչ մաս։ Ուղղակի իմունիտետը առողջ բխում է նաև լավ դիմադրողականությունից միանշանակ, բայց դա նույն հասկացությունները չեն եւ նույնիսկ նույն համակարգը չի, ուղղակի մեր օրգանիզմում շատ բաներ են մեկը մեկի հետ փոխկապակցված, նյարդա, էնդոկրին, իմունային փոխհարաբերություններով պայմանավորված զանազան մեխանիզմներ են, քանի որ այսօր ամբողջ աշխարհում բժշկությունը այս հարցի շուրջ ունի մեկ տեսակետ, որ մեր օրգանիզմը ամբողջովին եւ բոլոր օրգան համակարգերը ենթարկվում են նյարդա, էնդոկրին, իմունային կառավարման եւ այդ 3 օրգան համակարգերի փոխհարաբերությունները ընկած են ընդհանուր առմամբ առողջ օրգանիզմ հասկացության հիմքում։ Այո, շատ հետաքրքիր է իհարկե այդ 3 օրգան համակարգերի փոխհամագործակցությունը եւ որպեսզի մենք լավ պատկերացնենք հնարավորինս մեկ դասաժամի չափ հետևում մեր հաղորդումը, այո, դասի պես իսկապես նախ առանձին նորից անդրադառնանք իմունիտետին։ Բժշկուհի, երբ ասում են, որ լիմֆոցիտները պատասխանատու են իմունիտետի համար, ինչ նկատի ունեն, ինչ է տեղի ունենում լիմֆոցիտներում եւ ինչպես է այդ մեխանիզմը աշխատում, որ հենց այդ բջիջներն են, որ չեն թողնում, որ ասենք մարդը հիվանդանա, վարակվի, այսինչ հիվանդությամբ կամ հասկանալի է, դուք շատ ծավալուն հարց հիմա բարձրացրեցիք, ես կփորձեմ հնարավորինս հակիրճ եւ շատ թեքիչ հանրամատչելի բացատրել։ Իմունիտետը դա մեր օրգանիզմի պաշտպանողականությունն է, որը ապահովում է մասնավորապես իմունային համակարգով, ինչը իրենից ներկայացնում է լիմֆոիդային օրգանների եւ հյուսվածքների ընդհանրություն, որոնք կատարում են մեկ ընդհանուր պաշտպանողական ֆունկցիա եւ այդ իմունիտետ ասածի մեջ մտնում է մի քանի մեխանիզմներ, մասնավորապես բջջային իմունիտետ կամ բջջային իմուն պատասխան եւ հումորալ իմունիտետ կամ հումորալ իմուն պատասխան, այս բոլորը տեղի է ունենում լիմֆոցիտների ակտիվ մասնակցությամբ, որոնք համարվում են իմուն համակարգի գլխավոր բջիջները, ինչպես նաեւ մեկ շարք այլ բջիջների մասնակցությամբ, որոնք են մակրոֆագները, մոնոցիտները, դենդրիտիկ բջիջներ, կուպվերյան բջիջներ, որոնք ծագումնաբանությամբ լիմֆոցիտ չեն, բայց հանդիսանում են իմուն համակարգի համար շատ կարևոր բջջային զանգված։ Եվ ամեն տիպի պաշտպանողականություն կլինի դա բջջային թե հումորալ, իրենից ներկայացնում է
ախտածին ազդակի, պաթոգենի, անտիգենի, ոնց կուզեք անվանեք, փոխազդեցություն իմուն համակարգի որևէ տարրի հետ։ Եվ այդ փոխազդեցությունը սովորաբար սկսվում է այսպես կոչվող հակածին ներկայացնող բջիջների հետ փոխազդեցությունից, որոնք են հիմնականում մակրոֆագները, եւ հետո այդ process-ը զարգանում է մի շարք շատ հետաքրքիր կենսաբանական ակտիվ նյութերի մասնակցությամբ, որոնք կոչվում են ցիտոկիններ, որոնք ապահովում են իմուն համակարգում միջբջջային փոխհարաբերություններ եւ ստիպում են այդ բջիջներին մեկը մեկին ակտիվացնելով process-ը հասցնել մինչեւ իր ավարտը, մինչև էֆեկտորային այսպես կոչված օղակը, որը բջջային իմուն պատասխանի դեպքում T ցիտոտոքսիկ կամ ժողովրդին շատ լավ հայտնի T killer բջիջներն են, իսկ հումորալ իմուն պատասխանի դեպքում շատ քաչ հայտնի բոլորին հակամարմիններն են։ Այսպիսով ուզում եմ ասեմ, որ ամբողջ պաշտպանողականությունը իմունային համակարգի սկսվում է հակածինի կամ պաթոգենի ներթափանցումից, մեր օրգանիզմը նրա փոխազդեցությունից հակածին ներկայացնող բջիջների հետ առաջի հերթին, այնուհետև բոլոր կամ հակամարմին ձևավորող բջիջների B լիմֆոցիտների ակտիվացմամբ այդ բջիջները բոլորը մեր օրգանիզմում կան, առաջացած են, ուղղակի գտնվում են ինակտիվ վիճակում եւ ակտիվանում են այն պահին, երբ որ կա օրգանիզմում համապատասխան պաթոգեն եւ դրանից ելնելով ակտիվանում են T killer բջիջները կախված պաթոգենից, անտիգենից կամ ակտիվանում են B լիմֆոցիտները, որոնք ի վերջո վերածվում են պլազմատիկ բջիջների, որոնք ունակ են սինթեզել զանազան դասերի հակամարմիններ։ Եթե շատ հակիրճ երևի այսքանը։ Այո, ես պատկերացրեցի, որ եթե ինչ-որ մեկի մոտ կասկածվում է իմունիտետի անկում եւ դա պետք է բժշկական հաստատում ստանա եւ ախտորոշում կատարվի, լաբորատոր հետազոտությունների արդյունքում պետք է հայտնաբերվի, որ նրա մոտ ակտիվացել են T killer-ները կամ հակամարմինները, այս կամ այն տիպի հակամարմինները։ Մենք ունենք շատ մեծ ցանկ լաբորատոր հետազոտությունների, որոնց միջոցով այսօր շատ արդիական է հետազոտել իմուն համակարգը, հայտնաբերել թե այնտեղ որ օղակում կոնկրետ կա ինչ տիպի շեղում, որովհետև իմունիտետի անկում ասածը դա մի քիչ ընդհանուր հասկացություն է եւ մենք կարող ենք ունենալ սխալ տիպի իմուն պատասխաններ, երբ որ մենք ունենք ինչ որ մի օղակ իմուն համակարգում, որը գերակտիվ է եւ հակառակը ունենանք մեկ այլ օղակ, որը պասիվ է, որը չի գործում, թերի է կատարում իրենց ֆունկցիան եւ մենք այսօր ունենք հնարավորություն ախտորոշելու իմուն համակարգում տեղ ունեցող տարբեր տեսակի խանգարումներ քանակական հետազոտությունների վերջացրած որակական դրանք ցանկացած լաբորատորիայում են կատարվում, թե մարդիկ նման ախտանշանների, նման բողոքների դեպքում կարող են պետք է դիմեն հատուկ մասնագիտացված լաբորատորիաներ։ Գիտեք, հատուկ մասնագիտացված չեմ կարող ասել, որ մենք Երևանում ունենք հատուկ մասնագիտացված իմունոլոգիական լաբորատորիա, բայց մենք ունենք շատ լաբորատորիաներ այսօր քաղաքում արդիական, որոնք տիրապետում են իմուն համակարգի ախտորոշման մեթոդիկաներով եւ աշխատում են այդ ուղղությամբ, որտեղ դա շատ հետաքրքիր ուղղություն է։ Իսկապես շատ հետաքրքիր մեխանիզմներով է տեղի ունենում իմունիտետի առաջացումը, պահպանումը եւ կարգավորումը, բայց նաեւ մեկ հարց այստեղ խնդրում եմ անպայման անդրադառնանք։ Մարդը երբ ծնվում է, փաստորեն ինքը ունի որոշակի բազա իմունիտետի, որը արդեն որոշակիորեն ակտիվ է, թե պետք են որոշակի պայմաններ, որ դրսևորվի նրա այդ իմունիտետը, երբ է որ նրա իմունային համակարգը ընկալունակ է դառնում այս կամ այն հիվանդության նկատմամբ։ Հասկանալի է ձեր հարցը։ Ուզում եմ ասել, որ իմունային համակարգը, որը ընկած է իմունիտետի հիմքում, ունի որոշակի առանձնահատկություններ այլ օրգան համակարգերից, մասնավորապես հետևյալը, դա մի համակարգ է, որը մեր օրգանիզմում չունի մեկ անատոմիական նիշա տեղակայում։
Դա շատ հետաքրքիր համակարգ է, որի մեջ ներառված են մակրոօրգաններ, որոնք ունեն տարբեր տեղակայում եւ մեծ բջջային զանգված, որոնք մշտականապես գտնվում են ռեցիրկուլյացիայում, արյան, լիմֆայի եւ օրգանների միջև եւ այսպիսով լինելով այսպես ցաքուցրիվ ամբողջ օրգանիզմում, այնուամենայնիվ իմուն համակարգը այն համակարգն է, որտեղ գրանցված է ամենամեծ ինտեգրացումը փոխհարաբերությունների տարբեր մասնիկների միջև եւ մենք տարբերում ենք իմունային համակարգի կենտրոնական օրգաններ, ծայրամասային օրգաններ, բջջային զանգված եւ այդ ամենի ձևավորումը մեր օրգանիզմում սկսվում է արդեն իսկ էմբրիոնալ շրջանում եւ էմբրիոնալ շրջանում ճիշտ ձևավորված իմուն համակարգը հանդիսանում է գրավական պոստնատալ հետծննդյան շրջանում առողջ իմունային համակարգ ունենալու համար եւ նորածինները ծնվում են մորֆոլոգիապես եւ անատոմիապես գրեթե ձևավորված իմուն համակարգով, բայց այստեղ ուզում եմ նշել հետեւյալը, բայց ֆունկցիոնալ փոխհարաբերությունները եւ լիարժեք ծավալի ֆունկցիոնալ դրսևորում այդ իմուն համակարգը ձեռք բերում է փոքր ինչ ուշ, մոտավորապես 1 տարեկան շրջանում արդեն մենք ունենք ինչպես մորֆոլոգիապես, այնպես էլ ֆունկցիոնալ ճիշտ ձևավորված իմուն համակարգ եւ որոշ դեպքերում այդ process-ը կարող է մի քիչ դանդաղ ընթացք ունենալ եւ երկարաձգվել մինչեւ նորածինների, բալիկների կյանքի 3-րդ տարին, այդ երեխաները կոչվում են իմունոլոգիապես դանդաղ հասունացող երեխաներ, պարզապես այստեղ ուզում եմ ասել, որ իրանք պիտի լինեն հսկողության ներքո բժիշկների, որպիսի իմուն համակարգի դանդաղ հասունացումը հանկարծ չշփոթել որևէ օրգանական դեֆեկտի, որը սկսվել է էմբրիոնալ շրջանից եւ որևէ առաջնային ախտահարման հետ։ Բժշկուհի, մենք խոսում ենք երեխաների մասին, ովքեր մինչև 3 տարեկանը հնարավոր է չունենան ձևավորված հստակ իմունային համակարգ։ Էլեկտրոնային փոստով, քանի որ մենք արդեն անոնսել ենք 3, որ այսօր դուք եք լինելու մեր հյուրը, հարցեր էինք ստացել եւ հեռուստադիտողներից մեկի հարցը կարծում եմ այս պահին ճիշտ է, որ դուք լսեք։ Նա ասում է, խնդրում եմ ասեք, երբ երեխայի մոտ կա դիաթեզ, դա նշանակում է, որ նրա իմունային համակարգի հետ է ինչ-որ խնդիր, թե դա պարզապես սովորական ալերգիկ ռեակցիա է համարվում։ Ես դեռ կերակրում եմ մի փոքրիկին, նա 1.5 տարեկան է եւ գրեթե ոչինչ չեմ կարողանում ընտրել նրա համար, որը չի ազդի նրա մաշկի վրա։ Պատասխանելով հարցին կուզեմ ասել, որ դիաթեզ տերմինը իբրև ախտորոշիչ տերմին փոքր-ինչ ռուսական պատմությունից է մնացել սովետական ժամանակներից։ Մենք այսօր ունենք իր էկվիվալենտ դիագնոզը, որը կոչվում է ատոպիկ դերմատիտ։ Եվ իրականում դիաթեզ, ոնց որ շատերը կիրառում են այդ անվանումը, կամ ատոպիկ դերմատիտ, դա մի հիվանդություն է, որի հիմքում ընկած է իմուն համակարգի խանգարման մի տեսակ, որը կոչվում է գերզգայունության առաջի տիպի ռեակցիա։ Դրա համար այստեղ պետք է լավ պատկերացնել, որ խոսքը գնում է մի վիճակի մասին, որի հիմքում ընկած են ամեն դեպքում իմունային մեխանիզմների որոշակի խանգարումներ։ Եվ դա իսկապես դրսևորվում է վաղ մանկական տարիքում 6 ամսեկանից մինչև 1 տարեկան երեխաների մոտ սովորաբար արդեն իսկ լինում է ինչ որ մի բռնկում հիվանդության 1 կամ ավելին եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ամեն դեպքում կերակրող մայրերը հետևեն իրենց ռացիոնին, հետևեն ճիշտ սնվեն, հիպոալերգեն պրոդուկտներով սնվեն, որովհետև ամեն դեպքում այդ բոլորը կաթի միջոցով անցնում է երեխաներին եւ կարող է հանդիսանալ սրացումների պատճառ, այնպես որ դիաթեզը կամ ատոպիկ դերմատիտը դա վիճակ է, հիվանդություն է, որը պայմանավորված է իմուն համակարգի
որոշակի տեսակի խանգարումներով։ Բժշկուհի, դուք միանգամից պատասխանեցիք նաև մեր երկրորդ հեռուստադիտողի հարցին, որ հենց ատոպիկ դերմատիտ հիվանդության մասին էր հարցնում, ասում եմ, մեր փոքրիկի մոտ հաստատվել է այդ դիագնոզը, խնդրում եմ ասեք, կա դրա վերջնական բուժում, թե ոչ, նա արդեն 3 տարեկան է, բայց դեռևս մաշկի վրա մենք տեսնում ենք արտահայտություններ այդ երևույթին նման։ Սա հետաքրքիր հարց է, իհարկե, ատոպիկ դերմատիտը ունի ժառանգական նախատրամադրվածություն եւ դրա դրսևորման, զարգացման եւ ձևավորման մեջ շատ մեծ դեր են խաղում ժառանգական գործոնները եւ այսպես կոչված ատոպիկ կոնստիտուցիոնալ տեսակը մարդու։ Դրա համար ինչ է նշանակում։ Ասել թե ատոպիա դա առաջի տիպի գերզգանության այլ անվանումն է։ Ոչ մեկի չնման, եթե բառացի փորձենք, ատիպիկ բառի ձևակերպումն է։ Եվ այստեղ ինչ եմ ուզում ասել, ատոպիկ դերմատիտը դա ատոպիկ հիվանդությունների սկիզբն է եւ բժշկության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն ատապիչիսկի մարշ, որը իրենից ներկայացնում է ատոպիկ համախտանիշի մեջ մտնող հիվանդությունների զարգացում, որոնցից առաջինը ատոպիկ դերմատիտն է, որը դրսևորվում է վաղ մանկական, շատ վաղ մանկական շրջանում, որին հետագայում կարող է հաջորդել ալերգիկ ռինիտը եւ բրոնխիալ ասթման, որովհետեւ դրանք միավորվում են, բժիշկները դա լավ գիտեն, ատոպիկ համախտանիշ կամ ատոպիկ տրիադա ասվածի մեջ։ Դա երբ հնարավոր է, որ արտահայտվի։ Կյանքի ընթացքում ցանկացած պահին։ Ես չեմ ուզում վախեցնել ծնողներին, ամեն դեպքում բոլոր ատոպիկ հիվանդությունները այսօր շատ լավ վերհսկվող են, այսինքն կարելի է եւ հետազոտություն կատարել, թե այդ տիպի ատոպիաների ժամանակ որ ալերգենները կարող են հանդիսանալ խթանիչ գործոններ, որ ալերգեններն են տրիգերներ եւ այդ բոլոր ատոպիկ վիճակները ընդհուպ մինչեւ բրոնխիալ ասթման, որը գիտեք այդ հիվանդությունների մեջ ամենասարսափելին է, քանի որ առաջացնում է ինվալիդիզացիա եւ նույնիսկ ատոպիկ ասթմա մենք ունենք հսկվող, մասնակի հսկվող, մենք ունենք այսօր այդպիսի ախտորոշումներ, այսինքն ես չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ ասել, որ ատոպիկ դերմատիտով բալիկները լավ կլինի, որպեսզի հսկվեն, լինեն հսկողության տակ, ախտորոշվեն, գտնեն իրանց համար որոշակի ալերգեններ, որը կարող են խթանիչ հանդիսանալ եւ ուղղակի այդ բալիկները պիտի լինեն առավել ուշադրության ներքո։ Ունի դա վերջնական բուժում, թե չէ, դա շատ բարդ հարց է։ Դա կյանքի ընթացքում նրան ուղեկցող փաստորեն խնդիր է եւ պետք է միշտ վերահսկողության տակ լինի։ Ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, նա կապի մեջ է, ալո։ Բժշկուհի ջան, որ խնդրեմ կասեք, գարնան սկզբին գազար ու խնձոր ամեն օր կարող եմ օգտագործել իմունիտետի բարձրացման համար, թե ամեն օր ուտելը կարող է այլ բաների վնասել։ Շնորհակալություն։ Մեծ սիրով պատասխանեմ։ Գարնան սկզբին մենք իսկապես ունենում ենք մեր օրգանիզմում խնդիրներ կապված գիպովիտամինոզների, ավիտամինոզների հետ, դրա համար գազար եւ խնձոր կարելի է ուտել միշտ, գարնանը, ձմռանը, ամռանը, իրանք պարունակում են շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, մասնավորապես ռետինոլ, դա վիտամին A-ն է, որը շատ կարևոր է ինչպես իմուն համակարգի գործունեության համար, այնպես էլ այլ օրգան համակարգերի համար եւ սովորաբար մենք չենք ուտում այնքան քանակի սննդամթերք, որի արդյունքում ունենանք գիպերվիտամինոզ։ Դրա համար շատ ժամանակ խորհուրդ են տալիս գարնան սկզբին օգտագործել տարբեր պոլիվիտամիններ, որոնք պարունակում են կոմպլեքսներ, որոնք պարունակում են այդ վիտամինները, ելնելով նրանից, որ մենք ուղղակի նույնիսկ ճիշտ սնվելու դեպքում չենք հասցնում ուտել համապատասխան քանակ, այնպես որ առանց վախենալու կարող եք ամեն օր ուտեք, ինչքան կարող եք, այդքան կարող եք ուտել։ Երկրորդ հեռուստադիտողը նույնպես արդեն կապի մեջ է, բժշկուհի, լսենք նրա հարցը, ալո։ Բարև ձեզ, ես բարդիների բամբակից ալերգիա ունեմ, դա այնպիսի բան է, որ չեմ կարող վերացնել շրջապատիցս, բայց այնպես էլ չի, որ ուզում եմ անընդհատ դեղ խմել,
Խնդրում եմ ասեք, ինչ կանեմ։ Շատ լավ հարց է, շատ տարածված իրավիճակ է, մանավանդ մեր տարածաշրջանում, եւ սա հենց այն հարցն է իմունոլոգիայում, որը ունի լուծում։ Ցավոք սրտի ոչ բոլոր իմունոլոգիական խնդիրները ունեն ռադիկալ լուծում, բայց կոնկրետ այս հարցը ունի։ Այս ալերգիայի տեսակը դա սեզոնային ալերգիայի, սեզոնային ռինիտի դրսևորում է, որի համար պատճառային ալերգեն կոնկրետ պացիենտի մոտ հանդիսանում է բարդու ծաղկա փոշին։ Այո։ Բարդու փոխարեն կարող է լինել ցանկացած այլ ծաղկա փոշի, եւ մենք ունենք շատ լավ ախտորոշիչ մեթոդներ այսօր Երևանում ոսկե ստանդարտ ալերգոլոգիայի ախտորոշման մեջ, որոնք տալիս են մեզ ինչպես քանակական պատասխան, արդյոք տվյալ պացիենտի մոտ ալերգիան կոնկրետ իր ենթադրյալ ալերգենից է թե ոչ, եւ եթե այո այդ ալերգենից է, ապա սենսիբիլիզացիան տվյալ ալերգենի հանդեպ ինչ քանակի վրա է, այսինքն մենք ունենք հնարավորություն քանակական եւ որակական հետազոտություն կատարելու։ Դրանից հետո, երբ որ պարզվում է պատճառային ալերգենը, մասնավորապես բարդու փոշին, ալերգոլոգիայում կիրառվում է շատ լավ բուժման եղանակ, որը կոչվում է ալերգեն սպეციფիկ իմունոթերապիա, չեմ ուզում մանրամասնեցնել ընթացքը, որի արդյունքում մենք ունենք հնարավորություն հիվանդներին, պացիենտներին ազատել այդ չափազանց ծանր եւ տհաճ խնդիրից, որի առաջ իրենք կանգնում են ամեն գարուն սահման շրջման, պետք է դիմել բժիշկ ալերգոլոգի, հետազոտվել, դա ունի իր ալգորիթմը, ուղին, ոնց է դա կատարվում եւ շատ բարեհաջող լուծել այդ հարցը։ Հասկանալի է։ Մեր հեռուստադիտողները ակտիվ են, էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին բժշկուհի, հետո կկարդամ այստեղ ստացվող հարցը էլեկտրոնայինով, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես դեղեր եմ խմում ալերգիայի դեմ, որտեվ ալերգիա ունեմ, եւ շատ հաճախ նրանք ինձ շշմեցնում են, բայց չեմ կարող չխմել, չընդունել այդ դեղերը, որովհետեւ հատկապես գարունը արևից ես անընդհատ փռշտում եմ, ինձ հաճելի չի եւ շրջապատին։ Խնդրում եմ ասեք միջոցներ, որոնք չեն շշմեցնում եւ չեն շշմեցնելու ինձ։ Շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ մենք ունենք այսօր շատ մեծ արսենալ հակահիստամինային դեղամիջոցների, որոնք կիրառվում են ալերգիկների կողմից իբրև սիմպտոմատիկ բուժման եղանակ, դուք պետք է իմանաք, որ այդ միջոցները օգտագործելով դուք ընդհանրապես մեղմում եք ձեր հիվանդության դրսևորումները, բայց եւ այնուամենայնիվ իրանք ունեն շատ լայն կիրառում եւ մեծ շարք կա պրեպարատների, որոնք օժտված չեն սեդատիվ էֆեկտներով եւ կարելի է շատ հանգիստ օգտագործել իրենց եւ աշխատանքի ժամանակ, առավոտյան, ցերեկային ժամերին, որոնք ձեզ չեն խանգարի ձեր առօրյայում։ Եթե կարելի է կարող եմ թվել մի քանի պրեպարատներ, որոնք շատ լայն կիրառում ունեն։ Ամեն դեպս դրանք կան, այնպես չէ, որ բոլորը շշմեցնում են։ Ազատ վաճառքում։ Եվ ես ձեզ մի բան ասեմ, այդ ժողովրդի ասած շշմեցնող, այսինքն մեր լեզվով ասած սեդատիվ էֆեկտ ունեցող պրեպարատները, դա այսպես կոչված առաջի գեներացիայի հակահիստամինային պրեպարատներն են, այսօր մենք ունենք 3 եւ նույնիսկ որոշ դպրոցներ ասում են 4 գեներացիայի պրեպարատներ, այսինքն իրանք հիմա շատ չնչին տոկոս են կազմում եղած պրեպարատների միջև, այնպես որ հանգիստ կարող եք դիմել բժշկի եւ ձեզ կնշանակեն շատ այլ դեղամիջոցներ, որոնք ունեն սեդատիվ էֆեկտ։ Բժշկուհի, խնդրում եմ ասեք, ցանկացած բժշկական կենտրոնում այսօր կան իմունոլոգիական, ալերգոլոգիական բաժանմունքներ, բաժիններ, որտեղ թե կրկին մասնագիտացված կենտրոններ պետք է դիմել, որպեսզի ճիշտ օգնություն ստանան։ Ցավոք սրտի ցանկացած
կլինիկա չունի ալերգոլոգիական բաժանմունք, ես իսկ իրականում լավ չեմ տեղեկացված, միգուցե ունեն բժիշկներ, ալերգոլոգ կոնսուլտանտներ, այդպես չեմ կարող ասել, բայց որ բաժանմունք ալերգոլոգիական ստացիոնար ունի մի քանի կլինիկա Երևան քաղաքում, դա հստակ կարող եմ ասել, դրա համար եւ ինչքանով որ ես հիվանդանոցում եք, այո, առաջի համալսարանական կլինիկա կամ կոչվում է նաև Հերացի համալսարանական համալիր։ Եվ եթե չեմ սխալվում, մեծ այդտեղ բաժանմունք է, մեծ բաժանմունք է, որը համարվում է հանրապետական ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի կենտրոն, մեծ ստացիոնար է, որտեղ հիվանդները գալիս են, հետազոտվում են, ալերգիան այնպիսի հարց է, որ նույնիսկ ստացիոնարի պայմաններում, այսինքն պարկում են հիվանդանոց, եթե դրա կարիքը կա, իսկ կան ալերգիաների շատ ծանր տեսակներ, որոնք նույնիսկ կյանքին վտանգ են սպառնում, եւ այդ կոնտինգենտը հիվանդների միանշանակ պիտի գտնվի ալերգոլոգիական ստացիոնարում եւ բուժվի համապատասխան հսկողության ներքո։ Բժշկուհի, մենք էլեկտրոնային փոստով մի հետաքրքիր հարց ենք ստացել, հեռուստադիտողը գրում է. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, իսկ լինում է, որ մարդը մարդուց ալերգիա ունենա, թե դա պարզապես արտահայտություն է, որ օգտագործում են երբեմն միմյանց նկատմամբ։ Գիտեք ինչ կարող եմ ձեզ ասել, քանի որ իմունոլոգիան, ալերգոլոգիան դեռ զարգացող գիտություն է եւ այսօրվա դրությամբ չի կարելի որևէ բան հերքել միանշանակ, ես ինքս որպես մասնագետ չեմ բացառում։ Դա իհարկե ապացուցված չի, միգուցե մի քիչ կես կատակ, կես լուրջ, բայց ինչի՞ չէ։ Եթե կենթանիների Եթե մենք ասում ենք, որ կենթանիների մազը, թեփը կարող են հանդիսանալ ալերգեններ եւ դրանք դասական ապացուցված բավականին ուժեղ իմունոգենություն ունեցող ալերգեններ են եւ նաեւ ասում ենք, որ ալերգեն են հանդիսանում մեր համար օտարածին գենետիկորեն օտարածին մոլեկուլներ, ինչի չի հնարավոր, որ այլ մարդու որևէ մոլեկուլ մեր համար հանդիսանա ալերգեն, ու դա իհարկե չունի որևէ ապացուցողականություն եւ ես ձեզ այստեղ ուրիշ բան ասեմ, մենք այսօր գտնվում ենք իմունոլոգիա, ալերգոլոգիայի զարգացման այն փուլում, որ ամեն ինչ հերքելով չեն կարող գնալ առաջ։ Մենք դեռ գտնվում ենք փնտրտուկի փուլում, չնայած ունենք շատ մեծ նվաճումներ եւ ախտորոշման առումով, եւ մեխանիզմների բացահայտման առումով, եւ բուժման առումով, բայց միանշանակ երևի թե չի կարելի որևէ բան հերքել ալերգոլոգիայում այս պահին։ Բժշկուհի, մենք ունենք կրկին հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին։ Ալո։ Իմ հարցը հետևյալն է, մայրիկս բոլոր դեղերից ալերգիա ունի եւ բոլոր տեսակի դեղերը հակացուցված են, բայց հաճախ լինում են դեպքեր, որ պետք է ընդունի անտիբիոտիկներ։ Այս դեպքում ինչ պետք է անել, ոնց ինչ դեղերից կարելի է օգտվել։ Բոլոր դեղերից ալերգիա մի քիչ անհավանական է, դրա համար անում են տեստավորում, տեսնում են, որ դեղորայքից կա ալերգիա, արդյոք թե չկա, եւ պետք է դիմել անպայման ցանկացած անտիբիոտիկ ընդունելուց առաջ կամ որևէ այլ դեղորայք ինչ որ նշանակվում է, անպայման պիտի դիմեք բժիշկի, ալերգոլոգի, որովհետեւ բժիշկները գիտեն, որ դեղերը մեկը մեկի հետ խաչաձև ալերգիա կարող են առաջացնել, որ խմբի պրեպարատը, որի հետ կարելի է նշանակել կամ չի կարելի նշանակել, այնուամենայնիվ ուզում եմ ձեզ ասել, որ ալերգիկ հիվանդները, պացիենտները եւս ամեն ինչից բուժվում են եւ այնպես չի, որ պիտի վախենալ եւ ոչինչ չնշանակել, ուղղակի հորդորս բոլորին ինքնակամ նշանակումներ չանել, խուսափելու համար շատ բարդություններից դիմել ալերգոլոգի եւ նա անպայման ձեզ խորհուրդ կտա, որ դեպքում որ պրեպարատը օգտագործեք։ Այո, հավանաբար պարզապես համընկել է, որ հեռուստադիտողի մայրիկը ինչ դեղ խմել է ալերգիկ ռեակցիայի առաջացել եւ տպավորությունն այդպեսին է։ Ուզում եմ ձեզ ասեմ, գիտեք, մի խմբին պատկանող, որևէ ֆարմակոլոգիական խմբին պատկանող կարող են գոյություն ունենալ տասնյակ անվանում դեղամիջոցներ եւ այստեղ մենք կոնկրետ չգիտենք, միգուցե խոսքը գնում է դրա մասին։ Մի խմբից խմում է ենթադրենք 3, 4, 5 պրեպարատ, բոլորից ունի ալերգիա։ Այստեղ քննարկելու հարց է, մասնագիտական հարց է, բայց այդ ասելը տարբեր դեղերից ունեմ ալերգիա,
բացառված չի, որ այդ տարբեր դեղերը բոլորը մեկ խմբի են եւ դա զարմանալի չի, որ ունի կամ կան խմբեր, որոնք իսկապես իրար հետ խաչաձև ալերգիաներ կարող են տալ, կան խմբեր, որոնք երբեք չեն կարող տալ խաչաձև ալերգիաներ եւ վախը դրա հանդեպ իհարկե երբեմն շատ ավելի շատ է հասկանալի է տարածված։ Լսենք նաեւ երևի վերջին հեռուստադիտողին մեր ժամանակն արդեն մոտենում է ավարտին, որպեսզի ձեր խորհուրդները նույնպես փոխանցեք իմունիտետը բարձրացնելու մասին։ Ալո։ Բարև ձեզ, Բժշկուհի ջան, այսպիսի հարց ունեմ։ Այսօր եմ համացանցում կարդացել, որ իմունիտետը չի կարելի ստիպողաբար բարձրացնել կամ իջեցնել։ Այն կամ այսպիսին է կամ այնպիսին ու վերջ։ Խնդրում եմ ասեք, դրա մեջ ճշմարտության հատիկ կա թե ոչ։ Ահա, հետաքրքիր հարց է։ Շատ հետաքրքիր հարց է իհարկե։ Ասեմ ձեզ, որ իմունիտետը գնահատվում է տվյալ պահի դրությամբ եւ կան որոշակի ցուցանիշներ իմուն համակարգի, որոնք այնուամենայնիվ չեն արտահայտվում մեկ ֆիքսված թվով, իրենք ունեն ինտերվալ, որի մեջ դա համարվում է նորմալ։ Դրա համար այդպես չի կարելի ասել, որ իմունիտետը կամ այսպիսին է կամ այնպիսին է, ինքը կարող է տատանվել, այդ իմունային պարամետրները կարող են ենթարկվել փոփոխության, բայց կարևորը այն է, որ նրանք մնան իրենց թույլատրելի սահմաններում։ Եվ դրա համար ցանկացած իմունիտետ գնահատվում է տվյալ պահին, ելնելով տվյալ պահին եղած ախտորոշիչ տվյալներից։ Դրա համար մի քիչ այդ հարցադրումը երևի թե սխալ է, բայց այնուամենայնիվ պահել իմունային համակարգը շատ թե քիչ բալանսի մեջ, որպեսզի զերծ մնալ ախտահարումներից իմունային, իսկ դրանք շատ են հնարավոր է թեկուզ եւ շատ թվում է թե հասարակ ինչ-որ միջոցառումների միջոցով հնարավորինս հենց հիմա այդ խորհուրդները խնդրում եմ եւ դրանով ամփոփենք մեր հաղորդումը ինչ անեն մարդիկ որ հատկապես այս սեզոնի կենսակերպի ճիշտ կազմակերպումը որ ցանկացած մարդ պարտադիր պիտի ունենա համապատասխան եւ բավականաչափ քնի ժամ, ճիշտ քնելը, հանգիստը, հնարավորինս չնայած մեր պայմաններում դժվար է ստրեսից զերծ մնալը, ճիշտ սնվելը, կերակուրը միշտ պիտի լինի բալանսավորված, պարունակի համապատասխան միկրոէլեմենտներ, վիտամիններ, տարբեր տարրեր, սպորտով զբաղվելը, ինչի՞ չէ, դրանք բոլորը թվում են շատ հասարակ ինչ-որ միջոցառումներ, բայց հավատացեք, որ այդ ամենը պահպանելու պարագայում մենք հնարավորություն ունենք պահել մեր օրգանիզմը առողջ եւ ես մի բան եմ ուզում ասել առողջ իմունային համակարգը դա գրեթե առողջ օրգանիզմի գրավականն է։ Այո։ Նու չեմ ուզում շատ մանրամասնեցնել, քանի որ այդ բոլոր մեխանիզմները, ինչ որ ես խոսեցի, ցիտոկինային ցանցը, բջիջները, փոխհարաբերությունները ունեն որոշակի իրենց մասնակցությունը այլ օրգան համակարգերի գործունեության մեջ։ Դրա համար մենք կարող ենք ամեն դեպքում առողջ ապրելակերպ պահելով ուժեղ պահել մեր օրգանիզմը։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հասկանում եմ, որ ալերգիաները եւ իմունիտետը իսկապես այն մեծ խոշոր թեմաներից են, որ կարելի է անսպառ խոսել դրանց մասին։ Այսօրվա համար շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր իմունիտետի համաշխարհային օրն է, մարտի 1-ը, եւ մեր տաղավարում էր այս առիթով իմունոլոգ, ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Երևանի պետական բժշկական համալսարանից Սոնա Հարությունյանը, նա մանրամասն պատասխանեց մեր եւ ձեր հարցերին եւ մի խորհուրդ, որ կրկին բժշկուհուց պետք է փոխանցեմ, դա այն է, որ պետք է ճիշտ հասկանալ իհարկե բժիշկ մասնագետի աջակցությամբ եւ ճիշտ հետազոտվելու ժամանակին, մանրամասն հետազոտվելու արդյունքում, թե որն է ի վերջո ալերգեն գործոնը եւ կամ ինչն է իջեցրել ձեր իմունիտետը, որպեսզի ճիշտ տակտիկա ընտրվի նաև բուժման համար եւ ամենակարևորը պետք չէ ինքնուրույն ինչ որ գործողությունների գնալ ալերգիայից ազատվելու համար
Իսկ իմունիտետը բարձրացնելու խորհուրդները բժշկուհին մանրամասն նկարագրեց ճիշտ առողջ կենսակերպ, առողջ ճիշտ սնունդ եւ ձեր իմունիտետը կլինի տեղում։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, իսկ վաղը մենք շարունակելու ենք Սիլվա Գաբրիելյանի հետ դիսբակտերիոզի թեման, եթե հիշում եք այն շարունակելի, պետք է շարունակեինք նախորդ հաղորդումից, նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում, առողջ եղեք։